Բոլորը տեսել եք Insider-ի հրապարակումը, որտեղ ռուսական ագենտուրնի ցանցի մասին է խոսում եւ որտեղ նաեւ Սամվել Կարապետյանի մասին խոսելուց այդ սկրինշոթն են ցույց տալիս տվյալների բազաներից, որը 90-ականների հետ կապված իր անձնագրում աշխատանքի վայրի դիմաց գրած է ICFSB, ինչ իրենք մեկնաբանում են որպես հիշատակում, որ հավանաբար Սամվել Կարապետյանը FSB-ի հետ գաղտնի համագործակցող անձ է եղել։ Միանգամից ասեմ, դա fake չի, դա Photoshop չի։ Մենք դեռ մայիսի 13-ին տարբեր տվյալների բազաներից հանել էինք Սամվել Կարապետյանի հետ տեղեկություններ եւ տեսել էինք, որ այո, իր հենց այդ անձնագրի, հենց այդ հիշատակումը տարբեր տեղեր դա երևում էր որպես աշխատանքի վայր ICFSB, այսինքն ինֆորմացիոն կենտրոն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության։ Արդյոք դա նշանակում է, որ ինքը եղել է գաղտնի համագործակցող անձ, թե ոչ, ես չեմ կարող պնդել, նորից ես կարող եմ պնդել, որ հիշատակումը հաստատ կա, այդ Photoshop չի, որ մենք էլ դա ուրիշներից հանել ենք։ Այդ չեմ կարող պնդել, որ ինքը եղել է գաղտնի համագործակցող անձ, որովհետև ամեն դեպքում ագենտուրնի գործերը որպես կանոն տենց բաց հրապարակային դրած չեն լինում, թեև հանգիստ կարող են բաց հրապարակային, շատ չեմ էլ զարմանա, օրինակ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության որոշ աշխատակիցների իդենտիֆիկացրել են նրանով, որ իրանք վարկի դիմելիս աշխատանքի վայր նշել են Զորամասի համար, որը արտաքին հետախուզական ծառայության Զորամասի համար է։ Նենց որ մեծ հաշվով շատ չեմ էլ զարմանա, եթե պարզվի, որ իրոք ագենտուրնի գործերը տենց հրապարակային դրած է եղել, բայց նաև չեմ բացառի այս սցենարը, որ 90-ականներին Սամվել Կարապետյանը իրոք գրանցված է եղել FSB-ում որպես աշխատող զուտ ձևական, որպեսզի ունենա FSB-ի վկայական։ 90-ականներին դա ընդունված էր շատ բիզնեսմեններ Ռուսաստանում, դա անում էին, որպեսզի ունենային FSB-ի վկայական եւ այդ FSB-ի վկայականով տարբեր տեղեր, տարբեր կոնտեքստերում, ասենց ասած, խնդիրներից խուսափեին կամ առավելություններ ունենային։ Դա ընդունված էր, ես չեմ բացառի այդ սցենարը, բայց ես նաեւ չեմ բացառում, որ իրոք FSB-ի հետ գաղտնի համագործակցած անձ է եղել, որովհետեւ նորից, եթե իրանց արտաքին հետախուզական ծառայության ծառայողների տվյալները հնարավոր է բաց աղբյուրներից գտնել, բաց աղբյուրներից արտահոսած տվյալների բազաներից գտնել, ապա միգուցե FSB-ի հետ գաղտնի համագործակցած անձանց էլ հնարավոր լինի գտնել։ Առհասարակ պիտի ասեմ, որ Ռուսաստանի տարբեր տվյալների բազաներից լիքը տեղեկություններ հանգիստ կարելի է ստանալ։ Մենք Սամվել Կարապետյանի զենքի թույլտվությունների, մենք Սամվել Կարապետյանի այնքան տվյալներ ենք կարողացել հանենք եւ տեսնենք, եւ դա զարմանալի չի Ռուսաստանում տվյալների բազաների արտահոսքը պոպուլյար բան է, հա։